Տաքսիստը և միլիոնատերը. պատմություն իրական հարստության մասին։ Քաղաքը գիշերվա կեսին ուրիշ դեմք ուներ, փողոցները գրեթե դատարկ էին, լուսացույցերը հերթով փոխում էին գույները, իսկ պատուհանների մեծ մասը վաղուց մարել էր։ Այդ լռության մեջ մի հին, բայց խնամված տաքսի դանդաղ շարժվում էր քաղաքով մեկ։ Վարորդը հասարակ մարդ, արդեն երկար տարիներ էր ինչ այս նույն փողոցներով էր անցնում։ Նրա կյանքը լի չէր շքեղությամբ, բայց ուներ իր ռիթմը, իր խաղաղությունը։ Այդ գիշեր տաքսի նստեց մի մարդ, որը առաջին հայացքից տարբերվում էր բոլոր մյուս ուղևորներից։ Նրա հագուստը թանկ էր, շարժումները վստահ, հայացքը ծանր։ Նա այն մարդկանցից էր, որոնց կյանքում գումարը խնդիր չէր եղել։ Միլիոնատեր էր, մարդ, ով կարող էր ունենալ գրեթե ամեն ինչ։ Տաքսին շարժվեց, իսկ քաղաքը սկսեց անցնել նրանց կողքով՝ բարձր շենքեր, փակ խանութներ, դատարկ այգիներ։ Տաքսիստը ինչպես միշտ ուշադիր էր ճանապարհին, բայց մտքով իր կյանքի մասին էր մտածում։ Նա հիշում էր ինչպես էր տարիներ առաջ ընտրել այս գործը, ոչ թե հարստանալու, այլ ապրելու համար։ Նրա համար արժեք ուներ ազատությունը, մարդկանց հետ շփումը, օրը արդար աշխատանքով ավարտելու զգացողությունը։ Միլիոնատերը նստած էր հետևում և նայում էր պատուհանից դուրս։ Չնայած արտաքին վստահությանը, նրա ներսում հանգիստ չէր։ Նա հիշում էր անընդհատ մրցավազքը՝ ավելի շատ գումար, ավելի մեծ բիզնես, ավելի բարձր դիրք։ Նրա կյանքը լցված էր ձեռքբերումներով, բայց դատարկ էր։ Յուրաքանչյուր հաջողությունից հետո գալիս էր նոր անհագ ցանկություն, և այդ շղթան երբեք չէր ավարտվում։ Ճանապարհը երկար էր և լռությունը ծանրանում էր։ Տաքսիստը մտածում էր, թե որքան քիչ բան է իրականում պետք մարդուն երջանիկ լինելու համար։ Մի տաքսի, որը իրենն էր, տուն, որտեղ իրեն սպասում էին, օր, որը սկսվում էր առանց վախի և ավարտվում առանց ափսոսանքի։ Միլիոնատերն առաջին անգամ երկար ժամանակ մտածում էր ոչ թե թվերի, այլ իր կյանքի մասին։ Նա ուներ ամեն ինչ, բայց չէր հիշում վերջին անգամ երբ էր իսկապես հանգիստ քնել։ Նրա միտքը մշտապես աշխատում էր, հաշվում, պլանավորում, վախենում կորցնելուց։ Երբ տաքսին հասավ նշանակետին, քաղաքն արդեն լիովին լուռ էր։ Այդ պահը ինչ-որ կերպ առանձնացավ մյուս գիշերներից։ Միլիոնատերը իջավ մեքենայից մի փոքր այլ հայացքով։ Նա վճարեց ավելին, քան պետք էր, բայց այդ գումարը այլ իմաստ ուներ։ Դա շնորհակալություն էր ոչ միայն ճանապարհի, այլ նաև այն անտեսանելի դասի համար, որը նա ստացել էր այդ կարճ ուղևորության ընթացքում։ Տաքսիստը շարունակեց ճանապարհը։ Նա չգիտեր, որ այդ գիշեր ինչ-որ մեկի կյանքում մի փոքր շրջադարձ էր տեղի ունեցել։ Նա պարզապես վարում էր իր մեքենան նույն խաղաղությամբ, նույն համեստ երջանկությամբ։ Այդ գիշերը քաղաքը քնեց, բայց ոչ բոլորը նույն մտքերով։ Մեկը վերադարձավ իր շքեղ տուն, լի հարցերով, որոնք երբեք չէր տվել ինքն իրեն։ Մյուսը շարունակեց իր աշխատանքը նույն հին տաքսիով, բայց խաղաղ սրտով։ Տարիներ անց գուցե նրանք երբեք էլ չհանդիպեն, բայց այդ կարճ ճանապարհը կմնա որպես հիշեցում, որ կյանքում ամենակարևորը միշտ չէ, որ կարելի է գնել։ Գումարը կարող է ապահովել հարմարավետություն, բայց չի կարող գնել ներքին խաղաղություն։ Հաջողությունը կարող է բարձրացնել դիրքդ, բայց չի կարող սովորեցնել երջանիկ լինել։ Այս պատմությունը հիշեցում է բոլորիս համար։ Եթե դու անընդհատ վազում ես ավելի շատն ունենալու հետևից, մի պահ կանգ առ։ Նայիր, արդյոք արդեն չունես այն, ինչ իրականում պետք է քեզ երջանիկ լինելու համար։ Իսկ եթե քիչ ունես, բայց հանգիստ ես քնում գիշերները, գուցե դու ավելի հարուստ ես, քան կարծում ես։ Իրական հարստությունն այն կյանքն է, որտեղ դու ապրում ես ոչ թե վախի, այլ գիտակցված ընտրությամբ։ Եվ երբ մարդը դա հասկանում է, նույնիսկ ամենասովորական ճանապարհը կարող է դառնալ ամենակարևոր դասը նրա կյանքում։ Եթե այս պատմությունը քեզ ստիպեց մի պահ մտածել կամ զգալ ինչ-որ կարևոր բան, մի մոռացիր սեղմել լայք, գրիր մեկնաբանություններում քեզ համար ինչն է իրական հարստությունը։ Եվ եթե ուզում ես ավելի շատ նման պատմություններ, որոնք կփոխեն քո մտածելակերպը, բաժանորդագրվիր ալիքին։ Քո աջակցությունը օգնում է, որ այս պատմությունները շարունակական լինեն։ Դե ինչ շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։